Մարդու օրգանիզմը բարդ եւ ներդաշնակ համակարգ է, որտեղ մարմինն ու հոգին գտնվում են անընդհատ փոխազդեցության մեջ։ Եվ շարժողական համակարգը, ոսկորները, մկանները, հոդերն ու նյարդերը ոչ միայն մեզ տալիս են ֆիզիկական ազատություն եւ կենսագործունեություն, այլև հանդիսանում են հոգեվիճակների, ճնշումների եւ անգիտակցական պրոցեսների հայելի։ Այս մասին կարդում ենք հոգեսոմատիկա հոդեր այս օրգանի հետ կապված Գեորգի Ավագյանի գրքում։ Հետաքրքիր գրքերի շարք, որոնց անդրադառնալու ենք այսօր եւ այս ամենը, օրինակ նևրոզի մասին, հոգեսոմատիկա գլխացավի հետ կապված, իհարկե այս ամենը ապացուցում են, որ որքան կարևոր է հոգեսոմատիկան մեր հիվանդությունների ձեռքբերման, օրգանների հետ կապի մասին։ Բարև ձեզ, եթերում Medinform-ն է։ Այսօր խոսելու ենք բացառապես հոգեվիճակների դրանց ազդեցության մասին մեր օրգանիզմի վրա եւ հետաքրքիր զրուցակից եմ ունենալու, առիթ ունեցել եմ նախկինում զրուցել նրա հետ մեկ անգամ եւս, այսօր եւս խորացնելու ենք թեման, մասնավորապես այն թեմայի, որ ներկայացրեցի, սիրով ներկայացնեմ հարգելի հեռուստադիտող, ես զրուցելու եմ էպիգենետիկ, պսիխոսոմատիկ, քվանտային հոգեբան, ինչպես նաեւ օնկոհոգեբան Գեորգի Ավագյանի հետ կամ ինչպես նա հայտնի է իր պացիենտների շրջանում դոկտոր Միրզաբեկ։ Բարև դոկտոր։ Բարև Նելի ջան։ Շնորհակալ եմ, որ Medinform-ին կրկին հյուրընկալել եք եւ կրկին մեր թեման լինելու է հետաքրքիր։ Հոգեսոմատիկա։ Ամեն ինչ սկսվում է նյարդերի լարվածությունից, ոչ ուժեղ կամային հատկանիշներից, դեպրեսիա, սթրես, ինչ է ի վերջո այս ամենը եւ ինչպես է ազդում մեր օրգան համակարգերի վրա, խնդրեմ։ Իհարկե, ես միշտ ասում եմ, դա գալիս է մանկությունից, կամ ցեղից, կամ անցյալ կյանքներից, կամ ալմորորակ լինելու ժամանակ։ Ես փորձել եմ մի քանի հարցեր ու կատարում եմ 10-ից 3-4-ը եղել են ալմորորական, ակազուից, պատճառը ընդեղից է։ Մեզ հետաքրքիր չի իմաստը, մեզ հետաքրքիր է զգայարանը։ Մեր ներսիկայք կարգավիճակը ստեղծում է ապագան։ Ինչ վիճակում դու գտնվում ես, դու ստեղծում ես ապագան։ Այսինքն այն վիբրացիաները, որի վրա մենք մեզ դրել ենք եւ զգում ենք այդպես, բայց դա հնարավոր է արհեստականորեն դնել։ Եվ ձգում ենք այն մարդկանց, ինչ վիճակում մենք գտնվում ենք։ Դոկտոր, բայց հնարավոր է լինել վատ կյանքի փուլում, դժվար, ստրեսային, բայց մտածել լավը եւ գտնվել լավ վիբրացիայի տակ։ Չէ, այստեղ կարգավիճակից է կախված։ Ինչքան ուզում ես ասե ես լավն եմ, բայց եթե դու կոմերսում վատ վիճակում ես, մարդիկ դա են զգում։ Բայց ավելի լավ է ասես ես լավն եմ, կոզերը չի բաժանես կամ թե դու բողոքես կյանքից։ Այո, իսկապես դա վերադառնում է, այո, ինչարը բողոքա վրա։ Իմ ձեռքի տակ են այն գրքերը, որոնք հոգեսոմատիկայի հետ կապ ունեն եւ ուղիղ ենթավերնագրեր ունեն, թե օրինակ հոդեր, մյուսը վերնագրված է հոգեսոմատիկա մարսողություն, մյուսը հոգեսոմատիկա վահանաձև գեղձ եւ այլն։ Հեռուստադիտողներին էլ փորձեմ ցուցադրել, հարգելի հեռուստադիտողներ, ահա յուրաքանչյուրը մեկ օրգանի հետ եւ մեկ ամբողջ բրոշյուր գիրք։ Ըստ այդմ մենք հասկանում ենք, որ մեր հոգեսոմատիկ բոլոր երևույթները ուղիղ կապ ունեն մեր օրգան համակարգերի հետ։ Խնդրեմ նշեք դրանց մանրամասները։ Ես սպեցիալ եմ սարքել փոքր 2030H, որ մարդը չի ալարի կարդա։ Եթե 500 H-անում սարքեմ, գցել եք պոլկեն, երբ ազատել եք կարող ակարդա, կարող չկարդակ։ Բայց ստեղ դաժե ազատ ժամանակ դու կարակտեք նայեք ձեր պրոբլեմը ինչից է, ունդեղ կա QR կոդ, որ վիդեոն հեռախոսը դնում ես, ունդեղ կա սեանս, մեդիտացիա, գիտնական մեդիտացիա, որ կարակ միջև քնել միացնեք, պարկեք ու առավոտ տեսնեք արդյունքը, որովհետև քիչ է ինֆորմացիա ունենալ, պետք է այդ ինֆորմացիայից ազատվել։ Դրա համար ես դրել եմ մեջին QR կոդ, որ ով այդ գիրքը առնի, ինքը կարդալուց հետո կմիացնի այդ QR կոդը։ Ես հիմա կցուցադրեմ, հարգելի հեռուստադիտող։ Ահա QR կոդը, որով կարող եք ավելի մանրամասնել եւ իհարկե նաեւ գնալ այն ուղով, որ ձեզ մասնագետները օգնեն ազատվեն ձեզ տանջող խնդիրներից, կոնկրետ սա հոգեսոմատիկա գլխացավ, այ գլխացավերը ինչ պատճառով են առաջանում նյարդային ֆոնին այս առումով։ Դոկտոր, ես տեսնում եմ ձեր կրծքանշանը, այ ինչպես ասացիք, կյանքի անվերջ պտույտ է, այո, այն մարմնավորում եւ ասես ձեր սիմվոլն է հանդիսանում։
ձեր կաբինետում էլ պատից կախված այն տեսնում եմ եւ նաեւ այսպես նշանների տեսքով գրելու տարբեր զարդերի տեսքով ինչ է այն իրենից ներկայացնում եւ հավատում եք դուք դրանց ուժին մեր մարմինը ամեն ինչ կարդում է առանց մեզ մեր գիտակցությունը կարող է կարդալ 3-4%, 95% կարդում է մեր մարմինը։ Դες չի եղել, որ գալիս եք մեկին տուն, բայց երկար չեմ կարող նստեք, բայց իրակվատությունը դες չեն արել։ Ունդեղ եղել է նշաններ, որ ձեր մարմինը չի ընդունել, որովհետև ինքը մի քանի միլիարդի տարիների մեջ գտնում է պատճառ, որ այդ խալը, զնակը, պատի վրա վնասը։ Ու դրանով դու անկախ քեզնից ասում ես ժամանակ չկա, ես պետք է գնամ, ուժը խափում ես, որովհետև անհարմարավետ է այդ տոնը, բայց դա ձեր խելքը չի որոշել, դա ձեր մարմինն է կարդել։ Ու եթե մենք սպիրալները տալիս ենք մարդկանց, ու տեսել ենք, որ 10-ից 6-ը, 10-ից 7-ը հաջողվում է կյանքը, որովհետև ինքը սաղի հետ է, որովհետև անձրևն էլ է սպիրալով, ձյունն էլ է սպիրալով, կամին էլ է սպիրալով, ու սաղ աշխարհը սաղ սպիրալի վրա է։ Պտուտակաձև այդ պտույտների հետ։ Այդ պտույտի եթե դու իր հետ ես, իհարկե դու ապահոված ես։ Հաճախում եմ դոկտոր Միրզաբեկի էպիգենետիկայի դասընթացներին եւ ուզում եի կիսվել իմ զգացողություններով, փորձով, որոնք որ շատ հրաշալի են, ֆանտաստիկ են, քանի որ այս ժամանակաշրջանում ես բավականին կարևոր ուղու վրա եմ իմ կյանքում ու ինձ համար անչափ հաճելի է, երբ իմ այս ուղին ուղղորդվում է դոկտոր Միրզաբեկի դասընթացներով, քանի որ ինքը միայն կարողանում է լիցքավորել, տալ վստահություն, տալ շատ մեծ հրաշալի էներգիա։ Ոտերի խնդիր եմ ունեցել, բուժվել եմ, կյանքիս այդ հայացքները փոխվել են, ավելի ուրախ եմ դարձել, ավելի թեթև եմ նայում կյանքին ու դասընթացների ժամանակ էլ տեխնիկաներ եմ սովորել, որ ապագայում նաև ինձ կօգնի ու շրջապատի։ Շուտվանից էի նայում էի Գեորգի Ավակյան ու ժամանակ եկել, որ ես եկել եմ ու իր մոտ ու հանդիպել եմ ու հասկացել եմ, որ դա իմն է։ Ու մենք սկսել ենք դասընթացներ պսիխոսոմատիկա եւ էպիգենետիկա, երկուսը իրար հետ։ Հիմա շատ է բան փոխվել։ Ես շատ եմ փոխվել եմ, ես զգում եմ դա իմ վրա, իմ շրջապատի վրա։ Ես գիտեմ, որ դուք նաև այն հետաքրքիր մեթոդները, որ մշակել եք մարդկանց ստրեսային վիճակներից հանելու, նաև փորձում եք ուսուցանել սաներին, ունեք սաներ, ովքեր ուսանում են ձեզ մոտ, եւ հիմա արդեն ավելացել են նաև on-line դասընթացներ, այո, այսինքն ամբողջ աշխարհից կարող են ձեզ միանալ։ Խնդրեմ ներկայացրեք այդ դասընթացները, ինչ տևողություն ունեն եւ ինչ են ընդգրկում։ Դե դասընթացներում ինչով է լավ, որ մարդը ստանում է հանձգիտություն, որ ինտերնետում կարող է քիչ լինի կամ կարող է լինի, բայց մենք չենք տեսել։ Այո։ Ու այդ գիտակցության միջոցով այդ մարդիկ հասկանում են ինչից է խնդրեմը, պատճառը։ Եվ հետո մենք սովորացնում ենք տեխնիկաները, որ ինքը կարա իր ընտանիքը բուժի վերակայնացնի։ Ոչ միայն ինքը, այլև օգնի ընտանիքի անդամներին, այո։ Հա, ընտանիքի։ Հետաքրքիր է, թե մեր արտահայտված զայրույթը եւ այլն գիտենք, այսպես ինչ պորտկում է առաջացնում, ինչ էմոցիաներ եւ ինչ հետևանք է ունենում, օրինակ նյարդային համակարգի վրա։ Այ կուզեի խոսենք չարտահայտված էմոցիաներից, ներս գցած, ինչպես ասում են, այո։ Դե ներս գցած էմոցիաները նախ վահանագետ ձևն է։ Անգինա, ֆարինգիտ, լարինգիտ, ինչի կապված է կոկորտի հետ, դա կապված է ստատուսի հետ։ Ինչ դիրքում ես դու գտնվում։ Եթե դու ինքնասեր ես, առաջինը ես եմ, հետո մնացածը, կյանքում զոհ չի լինելու։ Բայց ես ոչինչ կուտամ, սուս մնամ, որ ավելի վատ չլինի, ձեզ շատ շուրուտ եմ, էլի մնամ այդ նույն ընտանիքում, իհարկե վահանաձևը սկսում է իստաշենյա, հյուսվել, որ հյուսվում է, իհարկե ուղիղ արտադրում է ավելի շատ հորմոն, դրա համար ուռում է,
ու այդ ժամանակ պետք չի գնալ բժիշկի վիրահատության։ Պետք է ինքը իրան գործ անելով, այ ինքնօգնության միջև ստրեսը չի անցնի։ Ինքնօգնության ինչ գործիքներ կառաջարկեք մեր հեռուստադիտողին։ Ստրեսի ժամանակ, նևրոզի, դեպրեսիայի։ Ես թույլ եմ տալիս կամ թույլ չեմ տալիս։ Եթե ես թույլ եմ տալիս կիսուրը կամ կիսրարը շատ խոսան, ես ստրես չեմ ունենալ։ Բայց եթե թույլ չեմ տալիս, արդարանում եմ կամ վախում եմ, իհարկե մարմինում սկսում է պրոցեսներ։ Այսինքն օգնել, արհամարելով, ասես ոչ թե մարդուն այլ իրավիճակը։ Հա, ես թույլ եմ տալիս, նելին լինի, նելի, ես լինեմ ես։ Ես նելին կյանքը չեմ ապրել, իրանց ծնողը չեմ ունեցել։ Ոնց կարամ, նելին ինձ հասկանում։ Յուրաքանչյուրին նայել շատ բնական է իր արարքների մեջ, իր մտքերի։ Ես թույլ եմ տալիս, որ այդ մարդը լինի ինքը։ Ես էլ լինեմ ես, դրա մենք չենք հիվանդանում եւ կարող ուրիշներին էլ կարգավիճակը փոխել վարակելով իրանց մեր վիճակով։ Դոկտոր, եւ on-line կուրսերից խոսենք, ամբողջ աշխարհից գիտեմ, որ միանում են ձեզ եւ օգտվում են այդ դասընթացներից, դա որքան ժամանակ է խլում մարդուց, քանի որ մեզ կարող են դիտել ողջ աշխարհում, տեղեկացնենք նաեւ մեր հեռուստադիտողներին։ Հա, շաբաթը միավ հանդիպում եւ այդ հանդիպումը 3 ժամա տևում դասը եւ գիտություն ենք տալիս եւ դաժե սեանսների կանում բոլորին, որ իրանք իրաց հիվանդությունները դուրս գան եւ սովորացնում ենք, որ ինքը ոնց ինքը 10-15 րոպեում տագնապը հանի աչախորտին կամ բարիկամին կամ հարևան։ Այսինքն դա եւ ինքնօգնության դասընթաց է եւ ուրիշներին օգնելու։ Իսկ այդ մարդիկ կարող են իրենք անձամբ դասընթացներ անցկացնել, այո։ Իհարկե դրա համար փորձ է պետք, մի քանի տարուց հետո որ իրանք վերականգնվում են, իրանք սկսում են նաեւ այդ փորձը։ Դա ուժը իրանց փորձի միջոցով սկսում են դասընթացներ անցկացնել։ Հա, դե շատ on-line-ը 80% on-line-ը, դա Եվրոպան է, միա Ամերիկան է, даже Ճապոնիա էլ ունենք, Ճապոնիա, Պերու էլ ունենք, Արգենտինա։ Այո, պացիենտներ։ Եվ դոկտոր Միրզաբեկ կցանկանայի խոսենք նաև այն կարևոր քայլերի մասին, որ մարդը պետք է ժամանակակից դարում մշակի իր մեջ, քանի որ շատ է ինֆորմացիոն հոսքը, ստրեսները, փոփոխությունները, իսկ այս ամենը իհարկե անդրադառնում են մեր օրգանիզմի վրա, որ մարդը կարողանա ստրեսակայուն լինել, այ ինչ քայլեր մշակի իր մեջ։ Մեր զրույցի վերջում կցանկանայի դուք դա նախանշեիք։ Դե ստրեսը ինչից է գալիս։ Արժեքազրկումից, որ ես արժեքազրկված եմ։ Դրա համար ես անդադ սպասում եմ, որ էսա լինելու է պատերազմ։ Ու այդ սպասումը ապագայից վերցնում է մի քանի ժամ, որ այսօր դու սպասես։ Ու ինչքան դու սպասելիքի մեջ ես, այնքան են աշխարհը մոտիկանում է։ Մենք անջատում ենք այդ սպասելիքը ու միացնում ենք ծրագիր ԴՆԹ-ի մեջ, որ ինքը ոչ պայքարի, ինքնավստահությունը թույլ չտա, որ ուրիշը հարձակվի։ Ես աշխարհի չեմպիոն եմ սենց պատրաստում, դա մարդ անկանում, չէ, սենց բայպես պրայով։ Իրացել ենք սենց պատրաստ, պատգամավոր ենք սենց պատրաստում, բանկի կառավարիչ ենք սենց պատրաստում, կամ հարուստ մարդ, եթե ինքը վախում է հարուստանը, ինչից է վախում։ Ով ակում մեջի նստած, ու շատերը մուսկուլնի տեստով ասում են, որ պապասա չի թողում կամ տատասա չի թողում, որ ես հարուստանամ։ Դա ԴՆԹ-ի ծրագիր է։ Կամ անցյալ կյանքում ինքը հարցերը չի որոշել, որ հիմա իրան միսիան հարցերը որոշելն է, ոչ հարուստանալ։ Բայց ինչքան ուզում ես պայթի, դու չես հարուստանալու, մինչև այդ հարցերը չորոշես ԴՆԹ-ի մեջ։ Ինչպես է ձեզ հաջողվում ԴՆԹ-ի մեջ ինչ-որ փոփոխություն կատարել։ Պատկերացրեք Լիման։ Այո, պատկերացրեցին։ Ինչ եք զգում։ Թթվաշության զգացողություն։ Ես ասել եմ բառ։ Ձեր ուղիղը միացրել է ChatGPT կամ Google Poisk, երբեմն ես կերել Լիման։ Ու ինքը ասում է 20 տարի առաջ, առավոտ, որովհետև մարմինը ոչ մի բան չի մոռանում։ Ու այս գայրանը գալիս է, եթե դու օրը 40 անգամ պատկերացնես Լիման, իհարկե երիգոնը դժվար հաց կուտես։ Քիրվում է слизистая оболочка։ Մենք կարանք հանցանենք, որ ես դες ասեմ Լիմոն, բայց
դուք ժպտակ դծու չլինի։ Նույնն էլ ուրիշ մոմենտ, եթե ես վախում եմ, որ բան լինի, դա ուժը կանանց օրգաններն են սկսում փչանալ, դե կանանց օրգանները վատանում է երկու դեպքից, կամ սեքսուալ պակասությունից, կամ տրավմատիկ ատելությունից, երրորդն էլ երեխեքի վախ երեխեքի նկատմամբ։ Շնորհակալ եմ դոկտոր Միրզաբեկ եւ հարգելի հեռուստադիտող, շնորհակալ եմ նաեւ ձեզ ուշադրության համար։ Ուզում եմ ինչպես գրքի առաջին տողերի ընթերցելով սկսեցի մեր զրույցը, այնպես էլ գրքի վերջաբանից մի փոքրիկ հատված, որը շատ կարեւոր է եւ յուրաքանչյուրի մեջ վստահ եմ կնստի եւ կարեւոր խորհուրդ է ընթերցել ձեզ համար։ Մարմինդ քո լավագույն ընկերն է, այն երբեք չի գործում քո դեմ, այլ միշտ փորձում է քեզ հուշել, ինչպես վերադառնալ դեպի ներդաշնակություն եւ հավասարակշռություն։ Հիշիր, քո ձայնը կարևոր է, քո զգացմունքները կարևոր են, քո առողջությունը կարևոր է։ Այս փոքրիկ տողերով էլ ավարտում եմ մեր այսօրվա հարցազրույցը, եւս մեկ անգամ հիշեցնեմ, ես զրուցում էի պսիխոսոմատիկ, էպիգենետիկ, օնկո հոգեբան, ինչպես նաեւ քվանտային հոգեբան Գեորգի Ավագյանի հետ, ով իր պացիենտների շրջանում պարզապես մի հետաքրքիր մականուն եւ հայտնի հենց այդպես դոկտոր Միրզաբեկ եւ այն գրքերը, որոնք նա աշխատանքային փորձի ընթացքում ստեղծել է, կերտել է, հաշվի առնելով շատ հանգամանքներ եւ հասկանալով, որ պարզապես այն ամենը, ինչ մենք զգում ենք, մտածում ենք եւ ապրում ենք, անդրադառնում է մեր հոգեկան աշխարհի, ներաշխարհի եւ առհասարակ մեր բոլոր օրգան համակարգերի վրա։ Այսքան այսօրվա համար, եղեք ներդաշնակ, ինքներդ ձեզ հետ, իսկ մենք կհանդիպենք